Սա խոսում է մեծ գրողի անսահման հայրենասիրության մասին, ինչպես իր ժողովուրդը, այնպես էլ ինքը, ինչ ճակատագիր վիճակի ժողովրդի զավակների, թող նույնն էլ վիճակի իրեն։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարգարժան նախարար, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի հարգարժան ղեկավար, հարգելի գործընկերներ, թույլ տվեք փոքր-ինչ ընդմիջարկել մեր գիտաժողովը, մենք անպայման կլսենք հաջորդ երկու զեկուցումները, ես հիմա մի փոքր ներկայացնեմ, ինչ ենք արել մեր այս 4 օրերին և մենք շարունակենք, ուրեմն քառօրյա գիտաժողովը արդեն հասնում է աշխատանքները ավարտին և խորհրդանշական ձևով մենք սկսեցինք աշխատանքները Երևանում և շարունակել ենք Գյումրիում, ընդ որում գաղափարը, որ Գյումրիում անպայման լինեն զեկուցումներ, պարոն Սուվարյանին է, որի համար շնորհակալություն եմ իրեն հայտնում, որովհետև ընդգրկումը իսկապես շատ լայն էր և Երևանի գրեթե բոլոր գիտական, գիտակրթական հաստատությունները իրենց մասնակցությունը ունեցան, այստեղ են և մայրբուհի ներկայացուցիչները, և թանգարանների, գրադարանների ներկայացուցիչները, մայրբուհի մի քանի ֆակուլտետներ, ոչ միայն բանասերները, այլ մի քանի ֆակուլտետների ներկայացուցիչներ իրենց մասնակցությունն են ունեցել և մենք նաև ոչ միայն այստեղ ցանկացանք Իսահակյանի շունչն ու ոգին այսպես գալ, այլ նաև ոգևորել իրենց ևս ներգրավել մեր մարզերի գիտաշխատողների մեր բոլոր աշխատանքներում։ Ես կարող եմ իսկապես գոհունակությամբ նշել, որ գիտաժողովը իր առջև դրված նպատակներն ու խնդիրները իրականացրեց լիովին, թե բովանդակային առումով, թե ընդգրկման, մենք լսեցինք զեկուցումներ և Հայաստանի ներկայացուցիչները կարդացին իրենց զեկուցումները Ամերիկայից, Ֆրանսիայից, նոր չարչարվում ենք և կարողացանք միացնել Իրանից, Չինաստանից, Ռուսաստանից մի քանի զեկուցումներ և բովանդակային առումով էլ բազմաշերտ էին զեկուցումները, բազմաբնույթ և առնչվում էին գիտաժողովի առաջադրած թեմատիկ բոլոր ուղղություններին, այնպես որ իսկապես մեծ աշխատանք է կատարվել և հպարտությամբ պետք է ասեմ և վերլուծում եմ ես այս աշխատանքները, որ ինստիտուտի տարիներով կատարած աշխատանքը մի ամբողջ բաժին, տեքստաբանության բաժին տարիներով զբաղվել է և մի ծանոթագրության, մի բարիք ամիսներով աշխատել են մարդիկ արխիվներում և կարողացել ենք մենք հրատարակել այս գրքերը, որոնք հնարավորություն են տալիս հետազոտողներին նոր հայացքով տեսնել Իսահակյանի ստեղծագործական աշխարհը, կյանքը, գործունեությունը և անվերջ այս վերջի տարիներին մեզ դիմում են հատկապես առաջին հատորները պակասում են, չկան այլևս գրախանութներում, ինստիտուտում են շատ քիչ են օրինակները և մենք նաև պետք է մտածենք նորից հրատարակելու այդ հատորները։ Ես ցանկանում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել բոլոր համակազմակերպիչներին, գիտաժողովի կոմիտեին, մեր պատասխանատու քարտուղարին, ինստիտուտի փոխտնօրեն Մարինե Սարգսյանին, մարդիկ, որոնց շնորհիվ մենք կարողացանք այսքան գեղեցիկ կազմակերպել միջոցառումը, բայց միջոցառումը այսպիսի բարձր մակարդակով չէր լինի և մենք դժվար թե կարողանայինք գալ հասնել Գյումրի, եթե չլիներ մեր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությունը և ձեր աջակցությունը Տիկին Անդրեասյան, կարծում եմ մի քանի խոսք կարող եք ամփոփել։ Հարգելի Տիկին Մոսկանյան, պարոն Սուվարյան, հարգելի ներկաներ, գիտաժողովի հարգելի մասնակիցներ, ինձ իսկապես շատ հաճելի է այսօր չնայած մռայլ եղանակին, բայց միասին Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում ներկա լինել գիտաժողովի ամփոփմանը, աստորեն ավելի հեշտ է գալ և Գյումրիում ներկա լինել գիտաժողովի ընթացքին, քան Երևանում և մի կողմից էլ դա շատ խորհրդանշական է, որովհետև այսօր այստեղ մենք նաև ունենք հնարավորություն տեսնելու հավելյալ աշխատանքներ, որոնք իրականացվում են թանգարանում և ես
շատ ուրախ եմ, որ Ավետիք Իսահակյանի 150-ամյակի շրջանակներում հոբելյանական մեծ ծրագիրը, որը կազմվել էր, քննարկվել էր հանձնաժողովի կողմից և նաև հաստատվել էր, այստեղ ամբողջանում է, որովհետև այսօր մենք Գյումրիում մի քանի ժամ առաջ ականատեսնեինք մի հրաշալի միջոցառման թատերական հրապարակում, որը նույնպես հոբելյանական ծրագրի մաս էր, երգեր և երկեր, այստեղ միասին տեսնում ենք գիտաժողովի ընթացքը, ներկայացնում դրան և նաև հնարավորություն ենք տեսնելու թանգարանում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ նաև Իսահակյանի արվեստի և Իսահակյանի նորովի ներկայացնելու հնարավորությունները և սա կարծում եմ շատ խորհրդանշական է, որովհետև մենք երբ որ հոբելյանական տարվա շրջանակներում նախաձեռնում ենք միջոցառումներ, պետք է լինենք բավարար ճկուն, որպեսզի ամենատարբեր ձևերով, մեթոդներով, ամենատարբեր հարթակներում իսկապես տեսանելի դարձնենք մեր մեծ արվեստագետների, մեր մեծ մարդկանց ժառանգությունը և ինչը կարևոր է ապրեցնենք այդ ժառանգությունը, որովհետև մենք խոսում ենք ոչ միայն անցյալի մասին, մենք խոսում ենք շատ կարևոր գաղափարների, շատ կարևոր ուղերձների մասին, որոնք շարունակում են ոչ պակաս արդիական լինել մեր օրերում ու ես կարծում եմ, որ գիտաժողովը ու հույս ունեմ, որ հենց նման հնարավորություն է տալիս վերլուծել, քննարկել, բերել համադրություններ և տեսնել նաև առնչությունները մեր օրերի հետ և վստահաբար բազմաթիվ են այդպիսի հնարավորությունները և այստեղ ներկաներից յուրաքանչյուրը կարող է երկար խոսել Իսահակյանի մասին շատ ավելի լավ, քան ես։ Ես ուրախ եմ, որ թանգարանները նաև դառնում են միջավայրեր կենդանի խոսքի, շփման, երկխոսության և սա հենց այն է, ինչ մենք ուզում ենք տեսնել, մենք ուզում ենք տեսնել մեր տարբեր ոլորտների ակտիվ երկխոսությունը, ակտիվ համագործակցությունը, ուստի ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ կողմից էլ գիտաժողովի նախաձեռնության և իրականացման համար, թե ակադեմիայի գործընկերներին և թե բոլոր մարդկանց, ովքեր հարկ են համարել, կարևորել են և այս 4 օրերի ընթացքում այստեղ են եղել, որպեսզի նաև ներկայացնեն իրենց մտքերը, գաղափարները, քննարկեն և վերլուծեն դրան։ Հույս ունեմ, որ գիտաժողովը միայն 4 օրերի ընթացքը չէ, այն տալու է մեզ բավական նյութ հետագայում խորհրդածելու և գուցե այն, ինչ այստեղ խոսում ենք, հետագայում ևս հաղորդակցելու, գուցե քննարկելու մեր լսարաններում, դասարաններում, մեր հետազոտական աշխատանքներում և վստահ եմ, որ մենք էլ նախարարության կողմից կշարունակենք լինել այս աշխատանքի կողքին, թե հրատարակչությունների իմաստով, թե հետագա ուսումնասիրությունների իմաստով և հույս ունեմ ձեզ էլ տեսնել ոչ մեկ առիթով տարբեր մեր միջավայրերում նույնքան կարևոր մեր միջոցառումների ժամանակ։ Շնորհակալ եմ բոլորի, իսկապես սա ամփոփումն է, բայց դեռ ունենք զեկուցումներ, հաջողություն եմ մաղթում մեր դեռևս սպասող զեկուցողներին, վստահ եմ, որ շատ հետաքրքիր զեկուցումներ են, շատ ափսոսում եմ, որ մինչև վերջ չեմ կարողանալու մնալ, բայց իսկապես ուրախ եմ տեսնելու այս մարդաշատ սրահը, որը ցույց է տալիս, որ մեր համատեղ նախաձեռնությունները առաջին հերթին սպասված են, պահանջված են, կարևոր են և դա է, ինչը մեզ բոլորիս ոգևորում է և ստիպում առաջ գնալ նոր նախաձեռնությունների հետևից։ Այս շաբաթը լինելու է, այսինքն գալիք շաբաթ, շատ կարևոր շաբաթ։ Մենք Երևանի օպերային թատրոնում ունենանք մեծ համերգ, որտեղ կհնչի Ավետիք Իսահակյանի Աբուլալա Անահարի պոեմի մոտիվներով գրված երաժշտությունը, որը Երևանի քաղաքապետարանի գործընկերների հետ համագործակցություն է և սա ցույց է տալիս, որ արվեստը սահմաններ չի ճանաչում և Իսահակյանը շարունակում է ոգևորել, ստեղծագործական նոր ներշնչանքների առիթ դառնալ ու հուսով եմ, որ բոլորը ներկա կլինեք նաև այդ հրաշալի միջոցառմանը գալիք շաբաթվա ընթացքում։ Շնորհակալություն։ Մենք կավարտենք ժամանակին և կհասցնենք ամեն։ Այո, պարոն Սուլայման, ևս երկու հայտարարման հաջորդողին Ժան Ժամագոչյան
Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատի երկրորդ կուրսի ուսանող։ Աբուլ Ալա Մահարի պոեմը և արդիականությունը։ Ես սկզբում ներկայացնել եմ պոեմի բովանդակությունը, այսինքն թեմատիկ գաղափարական ապրելումը և ապա վերջինիս արդիականությունը։ Ավետիք Իսահակյանը, որպես հայ գրականության խոշորագույն դեմքերից մեկը, իր ստեղծագործություններով արտացոլել է ոչ միայն ազգային, այլև համամարտկային խնդիրներ։ Նրա Աբուլ Ալա Մահարի պոեմը գրված 1910 թվականներին և ամբողջությամբ հրապարակված 1911 թվականին համարվում է նրա գլուխգործոցներից մեկը։ Այն հիմնված է 10-ից 11-րդ դարերի արաբ բանաստեղծ Աբու Ալ-Ալա Ալ-Մահարի կերպարի վրա, սակայն Իսահակյանը այն վերածել է իր սեփական փիլիսոփայական խոհերի արտահայտչամիջոցի։ Պոեմը քնարական է, գրված ռոմանտիզմի ոճով և կազմված է 7 սուրահներից Ղուրանի գլուխների նմանությամբ, որտեղ յուրաքանչյուր տողը պարունակում է 20 բան։ Պոեմի հիմնական թեմաները հետևյալն են՝ մարդկության հանդեպ հիասթափություն, Մահարին ատում է մարդկային կեղծիքը, սուտը, ընկերության դավաճանությունը և հասարակական օրենքները։ Նա նկարագրում է մարդուն որպես հնատված դև և ահվեսների հոտ, գերադասում է գազանների հետ նստել հացի, թեկուզ եթե նրան հուշոտեին, ողջույնն առնել բոլորիներին, միայն թե նույնը չաներ մարդ արարածի հետ։ Այս թեման արտացոլում է Իսահակյանի սեփական փորձառությունները, ներառյալ նրա բանտարկությունները, ինչպես օրինակ 1908 թվականին Մետեխիում և իհարկե քաղաքական հալածանքները։ Սիրո և կնոջ քննադատություն։ Հերոսը սերը համարում է քաղցրթույն, իսկ կնոջը խորամանկ, խաբող, առնախանձ մի սար, որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուրբ և քո գրկի մեջ գրկում ուրիշին։ Այս մոտեցումը ֆեմինիստական տեսանկյունից կարող է քննադատվել որպես միզոգինիան, սակայն այն արտացոլում է ռոմանտիկական դարաշրջանի փիլիսոփայական մտածողությունը և չպետք է մոռանալ, որ նույն երկրորդ սուրահում տեսնում ենք հոր քննադատությունը, որին կոչվում է Սիլկա, որը երանավետ ծովից ոչինչ չի, գոյության կոչում, թշվառ հյուրերին և գլխին վարում է գեհենն կյանքի։ Այսինքն այստեղ ոչ թե սոս կնոջ քննադատությունն է, այլ աշխարհիս վրա ամեն երևույթի, ամեն դերի և ամեն կապի։ Իշխանության և օրենքների քննադատություն։ Մահարին գզողում է իշխանությանը որպես մեծ դահիճ և օրենքները որպես լուծ ու խարազան։ Այս թեման հիշեցնում է անարխիստական գաղափարներ, ինչպես և գրողի սեփական փորձառությունը, օրինակ 1909 թվականի բանտարկությունը և քաղաքական հալածանքները։ Ինչպես նշում է Իսահակյանը, նվիրվեցի հեղափոխական գործունեությանը և նորից բանտարկվեցին։ Հետագայում սա արտացոլվում է 5-րդ սուրահում և քնարական հերոսը քննադատում է հայրենիքը, օրենքը, որ հավիտյան կախված են անձորի գլխին, իրավունքը, արդարությունը, իշխանությունը, որի ամեն մի քայլը արյան հնձան է գրելով ծերին ու մամուկին։ Եթե փորձենք կարճառոտ ներկայացնել պոեմի գաղափարական հարստությունը, իբր գաղափարական հարցադրումներ կնշենք հետևյալ 5 կետերը։ Առաջինը մարդկային արատներն ու դրանց հետևանքները, երկրորդը հարստության կործանարարությունը, երրորդը հասարակական կառուցվածքի հաստատությունների ունայնությունը, չորրորդը արատավոր աշխարհի ներկայացումը և հինգերորդը արդար հասարակության հասնելը պոեմում նշված զանազան արատների նշմամբ։ Պոեմի գրական ոճը հարուստ է պատկերներով, փոխաբերություններով և ռիթմով, որը հիշեցնում է արաբական պոեզիան։ Պոեմը ռոմանտիկական է, անհատի ողբերգության և բնության հետ միացման շեշտադրմամբ, սակայն ինչպես նշում է Գարիկ Հովհաննիսյանը, հերոսի փախուստը ոչ թե իրականությունից խուսափումն է, այլ գեղարվեստական հնարանք կյանքը ամբողջությամբ դիտարկելու համար։
Մահարին հեռանում է, որպեսզի կյանքը ծանրութ թեթևանի, դիտելով այն ժամանակի և տարածության վերացարկված դիրքից, ինչը բնորոշ է Իսահակյանի ողջ ստեղծագործության, օրինակ Օհան ամին, Շիթար, Սաադի վերջին գարուն և այլն։ Սուրահ առ սուրահ լայնանում են քննադատության շրջանակները, որոնց հիմքը սերն է կյանքի նկատմամբ, չափազանց լավ ճանաչումն այս աշխարհում։ Պոեմը հարուստ է նաև պոեմը մոտ է նաև գոյութենականությանը կամ էքզիստենցիալիզմին, կյանքի անիմացության և ազատության որոնման առումով։ Հերոսի հիասթափությունը հիշեցնում է Աբու ալ-Ալա ալ-Մահարի հորատեսությունը, ով քննադատում է կրոնը և հասարակությունը։ Մինչդեռ Հովհաննիսյանը հերքում է նիցշեական մեկնաբանությունները, ընդգծելով, որ Իսահակյանը մերժում է անհատապաշտությունը և մարդատեսությունը, փոխարենը կենտրոնանալով համամարտկային ազատության վրա։ Պոեմը արտացոլում է 20-րդ դարաշրջանի հասարակական ճգնաժամը, հեղափոխություններ, բռնություններ, մասնավորապես հայ ժողովրդի աղետները, ինչպես օրինակ 1909 թվականի գոտորածները Ադենայի։ Իսահակյանը որպես հրապարակախոս այստեղ արտահայտում է իր հակաիշխանական հայացքները ևս։ Պոեմի ստեղծման պատմությունը կապված է Իսահակյանի ճամփորդությունների և բանտարկությանը։ Նա ոգեշնչվել է ուխտերի քարավանի տեսարանից, սակայն նախնական տարբերակում քարավանը երևակայական էր, ինչը ընդգծում է ստեղծագործության խորհրդանշական բնույթը։